Այն տրամադրությունը ջերմությունը, որը տեսել ենք տարբեր համայնքներում, ակներև ա եղել։ Կանգիր խաղաղությանը, ոչենանա մեր տունը, հպարթն չի աշխարում Հայաստան անունը։ Հայաստանի Հանրապետության հպարտ քաղաքացիներ, ողջունում եմ բոլորին։ Դուք էդ մենք ենք, ու մենք էդ դուք ենք, որովհետև սիրում ենք գյումրեցիներին, որովհետև սիրում ենք Շիրակի մարզը։ Իրական է այն, ինչ կգա։ Կանգիր խաղաղ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ նախորդող երկու օրերին քաղաքացիական պայմանագիրը քարոզարշավն իրականացրեց Շիրակի մարզում, որը Վարդանանց հրապարակում ամփոփվեց մեծ հանրահավաքով։ Որքան էլ 2018 թվականին հեղափոխությունը սկսվեց Գյումրուց, այնուամենայնիվ այնտեղ Գյումրի չի հասել, նշում են քաղաքացիական պայմանագրում, շեշտելով նախկինում ու ներկայում ծառացած խնդիրները։ Ինչ ճանապարհներ ունենք Գյումրիի փողոցներում։ Մի տեղ, որի պատասխանատուն առաջին հերթին Գյումրիի քաղաքային իշխանությունն է։ Խայտարակություն։ Այս պայծած Գյումրիում բոլոր տեղի ունեցող պրոցեսների համար գրում եմ անձնական պատասխանատվություն եւ անձնական պարտավորություն։ Մինչ Հայաստանի երկրորդ քաղաքի համար պատասխանատվություն կկրեր Նիկոլ Փաշինյանը, Շիրակի մարզում նախորդող տարիների ներդրումներն ու իրականացված ծրագրերը եւս մեկ անգամ բարձրաձայնվեցին։ Որ 400 միլիոն դոլարի այս տարիների ընթացքում ներդրումներ են եղել Շիրակի մարզում։ 48 դպրոց են կառուցել ու շարունակում են դեռ կառուցել ամենահեռավոր գյուղերում նույնիսկ։ 57 մանկապարտեզներ են կառուցել եւ շարունակում են կառուցել Գյումրիում եւ հեռավոր գյուղերում։ Հայաստանի Հանրապետության վարչապետ եւ քաղաքացիական պայմանագիր կուսակցության վարչապետի տեխնացու Նիկոլ Փաշինյանը հանրահավաքի ընթացքում նոր ծրագրեր ու խոստումներ ներկայացրեց մարզի համար, խոսելով զարգացող տնտեսության, աշխատատեղերի ստեղծման, ենթակառուցվածքների բարելավման եւ խաղաղության պայմաններում գործող Հայաստանի մասին։ Առաջիկայում մենք մեկնարկում ենք ախորիկի, երկաթուղային, հանգույցի նորոգումը եւ պատրաստվում ենք ախորիկ, ակակյա, երկաթուղու բացմանը, վերաբացմանը։ Քաղաքի, մարզի, երկրի, յուրաքանչյուր սանտիմետր հողին տեր ենք, ազգովի ենք տեր։ Քաղաքացիական պայմանագիր կուսակցության պատգամավորի տեխնացուները պնդում են, որ ընդդիմադիր ուժերը հանրային լայն աջակցություն չունեն եւ փորձում են ընտրապայքարում հենվել հին քաղաքական մեթոդների վրա։ Դեր Սարգսյանի ՀՀԿ-ն է Կալուգացի Սամոն, նույն ԲՀԿ-ն է, նույն դաշնակցությունն է, եւ իրանք մերժվել են ու մերժվելու են։ Քաղաքացիական պայմանագրի ներկայացուցիչների խոսքով այսօր Հայաստանում արդեն հաստատված է խաղաղության օրակարգը եւ այժմ կարևորագույն խնդիրը խաղաղությունը պահպանելն ու դրա շուրջ համախմբվելն է։ Ես ձեզ սիրում եմ։ Ես պարզապես ձեզ սիրում եմ։ Հանրահավաքի ավարտին ելույթ ունեցավ վարչապետն, իսկ երեկոն եզրափակվեց դրոն շոուով։ Thank you.